Նիկոլ Փաշինյանը Վրաստանի և Ադրբեջանի վարչապետերի հետ մասնակցել է Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովին։ Հարթակից շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի ղեկավարներին նախօրեի որոշման համար։ Ինչպես հայտնել ենք, Հայաստանին անհրաժեշտ հացահատկի գրեթե 29% ապահովված Արցախի հանձնումից 2 տարի հետո Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով ղազախական ցորեն է մտնելու Հայաստան։ Ալիևը իբրև բարի կամքի դրսևորում վերացրել է ապրանքների տարանցման սահմանափակումները։ Այսօր Փաշինյանը դա անվանել է կարևոր քայլ Վաշինգտոնյան հռչակագրի իրականացման հարցում։ Իր կողմից նա պատրաստակամություն է հայտնել բառացիորեն այսօրվանից ապահովել Հայաստանի տարածքով բեռնատարների անցումը Թուրքիայից Ադրբեջան և հակառակը Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղով։ Ասել է, Հայաստանը քաղաքական առումով պատրաստ է նաև ապահովել տարանցումը Նախիջևանի Հանրապետությունից դեպի Ադրբեջանի հիմնական մաս, առայժմ միայն տեխնիկապես հնարավոր չէ դա իրականացնել, որովհետև պատրաստ չեն ենթակառուցվածքները։ Փաշինյանը խոստացել է տեխնիկական բոլոր հարցերը լուծել 2-3 տարվա ընթացքում։ Ասել է, առաջիկայում կարող ենք նաև բացել Հայաստան-Թուրքիա սահմանը։ Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան։ Ղազախստանից, Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ։ Ուրախ եմ նաև արձանագրել, որ Թուրքիայի հետ Հայաստանի ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ մենք առաջիկայում կարող ենք նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենալ։ Բայց մինչ այդ նշեմ, որ մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից, առանց չափազանցության հենց այսօրվանից, Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Հայաստանի տարածքում թե ճանապարհները, թե սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղով։ Այն ահռելի միջազգային հետաքրքրությունը, որ այժմ կենտրոնացած է Հարավային Կովկասի վրա, կապիտալ է, որը մենք միասին համագործակցված, ես նկատի ունեմ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, պետք է ճիշտ օգտագործենք մեր տարածաշրջանի զարգացումն ու կայունությունը երաշխավորելու համար։